Ասում է Կեռնա, ինչի ես Տիգրան Խզմալյանին աջակցում, այս սենց բաների համար, այս սենց բաներ եմ ես իրա մոտ հաճախակի տեսնում, որ համահունչ է ինձ, տեսեք, ես այսքան խոսում եմ Արտուր Օսիպյանի մասին ու տեսա ինքը սթորիս ա դրել ու հիմա կիսվում ա, իրան էլ ա այդ հարցերը հուզում, իսկ ուրիշների մոտ չեմ տեսնում, օրինակ Քոչարյանականները, Կարապետյանները, ինչի չեն խոսում այս բանի մասին, Արցախցիների համար ենք պայքարում, բա Արտուրը Արցախցի ա ու հիմա կալանավորված ա, ինչի չեք պայքարում իրա համար, հա, որովհետև Արտուրը ձեր դեմ էր պայքարում, որովհետև Արտուրը թալանիչների դեմ ա պայքարում ամբողջ կյանքը, հասկանում եք ժողովուրդ, հիմա ես կդնեմ այս պոստը Մանվել Սարգսյանի, ուզում էի ճիշտն ասած կարդայի ձեր համար, որ հասներ ախր YouTube-ի ու TikTok-ի ժողովրդին էլ, բայց այնքան երկար է, այսքան չեմ ձգի կարդամ ժողովուրդ ջան, ես copy կանեմ կդնեմ իմ մոտ, որ դուք էլ լավ տեսնեք, կամ գնացեք իրա էջում տեսեք, Տիգրան Խզմալյանն էլ ներկայացրել ա Մանվել Սարգսյանին, ես էլ չեմ ճանաչում, հիմա իրա մոտ այսօր ինչ-որ խավար ա ցույց տալի ժողովուրդ, մի կերպ դիմացեք էլի, Արտուրը հացադուլ ա սկսել ժողովուրդ, իրոք շատ վատ ու շատ սխալ իրավիճակ ա, հիմա այսքան պրոբլեմների մեջ ինչի պետք ա մենք նստենք ու այս սենց պրոբլեմով տառապենք, օրինակ ես հիմա զգում եմ, որ իմ խմբից ոնց որ ես Արտուրի հետ ծանոթ չեմ, բայց ոնց որ իմ դաշնակցի հետ վատ բան ա պատահել ու ես հիմա իմ ամբողջ մտքերը, ամբողջ ուժը տեղ ա, ինչի բայց մենք լիքը ուրիշ բան ունենք անելու, մեր այս թշնամիները այսքան ակտիվ են տարբեր տեղերում, մենք հիմա չենք կարողանում այդ հարցերով զբաղվենք, որովհետև մեր մեջ մեզանից մեկին տարել են, հասկանում եք, իմ պայքար անողից մեկին տարել ենք, մենք այնքան քիչ ենք մնացել ժողովուրդ, իմացաք ես վերջերս երիտասարդ 33 տարեկան Գևորգը մահացավ, ինքն էլ էր, իրա հոլովակները տեսել եք, ինքը միշտ ազերիներին լավ պատերով էր տալիս, շատ կոռեկտ, շատ կարգին ու շատ գիտակից ձևով իրանց պատերով էր տալիս, հիմա կասեք ինքը հականիկոլական էր, հա, ինքը հականիկոլական էր, բայց տեսեք իմ մոտ չկա տարբերություն, երբ որ մենք Ազիկների դեմ ենք, Բելլան էլ ա Նիկոլի դեմ, իսկ ես կիսա Նիկոլի, կիսա Բևերի, կիսա Տիգրան Խզմալյանի, հիմա էլ Ռուբեն Մեհրաբյանն ա գալիս քաղաքական դաշտ, իրան էլ եմ աջակցում, որտև ինքն էլ ա հակառուսական ու հայամետ, այս 4 ուժը, որ հիմա մտքիս եկավ, ասեցի, եթե հնարավոր լիներ, ես արտասահմանում եմ, ես Երևանում չեմ, դրա համար ես չեմ քվեարկելու, բայց եթե ես հնարավորություն ունենայի, ես այս 4 ուժերին հավասար ձայն կտայի, որտև ամեն մեկի մեջ տարբեր բաներ կա, որ ես հավանում եմ, ու տարբեր բաներ կա, որ ես չեմ հավանում, բայց ես չեմ обесценивать անում, ես չեմ обнулять անում իրանց լավ արածը, այդ ա մեր տարբերությունը ժողովուրդ, դուք ով սիրում ա Նիկոլին, օրինակ Բևերականի ինչքան լավ բան կա, դուք անտեսում եք ու փնովում եք, նույնն էլ Բևերականները, Նիկոլին որ չեն սիրում, Նիկոլի բոլոր լավ բաները անտեսում են, обнулять են անում, ասում են տենց բան չկա, ես տենց չեմ կարողանում, իմ դեմ մարդ դուրս ա գալիս, ես չեմ կարա իրան обнулять անեմ, ասեմ դու ինչա որ իմ դեմ ես դուրս եկե, ես քեզ ատում եմ ու քո արածը կապ չունի, եթե ինքը հայամետ բան արի, ոնց ես կարամ անտեսեմ, ոնց ես կարամ իրա արածը իգնորիրovat անեմ, լավ, Արտուրի մասին ա խոսքը, այս քանի օր ա, 3 օր ա, արդեն սենց անտրամադիր չեք տեսնում, ոչ էլ ուզում եմ խոսամ, ոչ էլ ուզում եմ, դաժե խոսալս չի գալիս, ու ինձ ջղայնացնում ա ժողովուրդ,
Նիկոլի աջակիցներ, ինձ ջղայնացնում է ձեր պահվածքը։ Այս մարդը այսքան հայամետ է, բայց ինչա որ ինքը Նիկոլի դեմ է խոսացել, դուք անտեսում եք իր ամբողջ հայամետ արածը։ Ու հիմա էլի այն պահն է, որ ինձ օրինակ մեջքից խփում եք, որովհետև ես դաշնակից եմ կորցնում։ Այս մարդը ազիկներին պատերով էր տալիս, իսկ մի հատ ցույց տվեք, քանի հոգի ենք մենք ընդհանրապես ինտերնետում, որ իրանց դեմ դուրս են գալի, պայքարում ենք։ Ոնց ասես ինքը իրանց պատերով էր տալիս։ Նիկոլը ասաց, ոնց էր ասում, ասֆալտով փռում էր։ Հիմա քանի հոգի կան, չկան, էլ մարդ չի մնացել։ Գևորգը մահացավ, 33 տարեկան, այնքան ծանր էր տանում ամեն ինչը, այդ տղեն այսքան երիտասարդ գնաց։ Էլ կռվող չկա, այնքան քիչ ենք մնացել, 2-3 հոգի ենք մնացել, ժողովուրդ պահեք մեզ։ Հիմա էլի ավելի քչացանք։ Ես չգիտեմ, երևի մարդիկ կան, որ սիրում են դաշտը մաքրվի, որ իրանք մենակ Երևան, որ իրանք են պայքարող, ես դրա լրիվ հակառակն եմ։ Ես թիմ եմ սիրում, ես դաշնակից եմ սիրում, ես սիրում եմ իմանամ, որ մենք շատ ենք, մենք շատանում ենք, ինձ պետք չի ես մենակս լինեմ, վայ, տեսել եք էտի, հոլովակները տեսել եք, մի 5 հատ հոլովակ են արել ու շադիր եղեք, հա, այնքան անկապ մարդ կա ձեր մեջ էլ, որ հեսա կասեք, վայ, տեսեք, ինձանով արհեստական բանակցությունով հոլովակներ են արել, դե որ նայում եք, տեսնում եք, որ ընդեղ ես չեմ, ես եմ, բայց ես չեմ, դե գիտեք, նմանացրել են, բայց էլի ես չեմ, էլի, բայց ու ձայնս էլ իհարկե փոխված, ձայնը, բայց խոսում է լրիվ, իբր թե ես լրիվ ադրբեջանական թեզեր եմ պատմում, ես համաձայն եմ իրանց հետ, մենք սենց վատ ժողովուրդ ենք, էս ենք, են ենք, ինչ որ իրանց պետք է իմ անունից, իմ տեսքով, իմ շորերով, իմ տեղը կանգնած, ոնց որ ես եմ հոլովակներ արել, իմ հոլովակներով արհեստականով սարքել են։ Գիտեք ինչքան էշ կա իրանց մեջ, որ հավատացել է, այն մարդիկ կան, որ երբեք ինչ չեն տեսել, գնացել են, վայ, կրասավիցա, ես քեզ սիրահարվեցի, ես ինչ ճիշտ բաներ ես ասում, ես ինչ լավ հայկա ձեր մեջ, այս սենցը պետքա բոլորդ լինեք, կեղտոտ բաներ են էլի իմ անունոց ասում։ Ու լիքը մարդ էլ հավատացել է, վայ, ասում է, ոնց է սենց փոխվել է, ինքը լրիվ ուրիշ բաներ էր ասում, բայց հիմա ինչ ճիշտ բաներ է ասում, այս ինչ լավ է, որ փոխվել է, ասում եմ էլի էշ են, բայց մեր մեջ էլ այդքանը կա դրանցից։ Հիմա այդ հոլովակները կսկսեն դա արդեն տարածում են, որ արդեն ինձ ցույց տվեցին։ Հիմա կդնեն ու տեսեք ինչքան հայ կլինի, որ կգնա կասի, վայ, Էռնան լրիվ փոխվել է, մենք իրան հավատում ենք, իսկ ինքը դրել է հայ ազգը փնովում է։ Այնքան կեղտոտ ձևի հայ ազգն են փնովում, իրանց են բարձրացնում։ Իրանց թվում է, բայց այդ քոչվորները շատ պրիմիտիվ են, ճիշտն ասած։ Սոտիկի մենք տես չենք, ինչ կանել մեր վրա ջղայնանամ, սորանու մենք ուրիշ ենք։ Ժողովուրդ, Արտուրին հանեք, այդ լրիվ սխալ է, ինքը ընդեղ չպետք է լինի, իմ դաշնակցուն հետ բերեք։